Վերջին զանգ հեռուստասերիալում մթնոլորտը գնալով խտանում է։ Անցյալի ստվերները սկսում են ներխուժել ներկա, տապալելով բոլոր սպասումները։ Հենրին կորել է, նրան ոչ ոք չի կարողանում գտնել։ Գիշերը Միքոն զանգում է Բագրատին, հույս ունենալով իմանալ որդու գտնվելու վայրը, սակայն Բագրատը համոզիչ կերպով ասում է, որ ոչ մի տեղեկություն չունի։ Միքոն էլ հավատում է, վստահում, չնայած իրականում Բագրատն անմիջապես փորձում է պարզել, թե ուր է Հենրին։ Նա կապվում է Հալալի հետ, բայց այս անգամ Հալալը լռում է։ Չի ասում, որ Հենրին հենց այս պահին իր կողքին է։ Իսկ Հենրիի աշխարհում հիմա ամեն բան երկրորդական է, Անգելինայից բացի։ Նա փախչում է բոլորից, մնում Հալալի մոտ, սակայն հանգիստը չի գտնում։ Անգելինան էլ է տանջվում անհայտության մեջ, թափառում է քաղաքի փողոցներով, մտորում, պայքարում ինքն իր հետ։ Վերջում վերադառնում է տուն, որտեղ Ավագն ու Վիկտորյան լուռ հետևում են, չիմանալով ինչպես սփոփել իրենց աղջկան։ Արդյոք ճշմարտությունն ասելով Անգելինայի դրությունը կբարելավվի, թե ավելի կխորանա ստեղծված ճգնաժամը։ Հենց այս պատճառով էլ նրա ծնողները լռում են։ Անգելինան ներողություն է խնդրում նրանցից, մտածելով, որ իր սիրո հետևանքով է խախտվել ընտանիքի անդորը, բայց իրականում տուժողը միայն նա չէ։ Այդ նույն պահին տան դարպասների մոտ կանգնած Անգելինան չի էլ պատկերացնում, որ իրեն հեռվից հետևում է Հենրին։ Նա տեսնում է ինչպես է տառապում Անգելինան, բայց ոչինչ չի կարող անել։ Նրա ներսում կա միայն մեկ ցանկություն՝ գրկել ու փախչել այս աշխարհից, որը խլեց նրանց երջանկությունը, բայց դա այլևս անհնար է։ Իսկ Հալալը հայտնաբերելով, որ Հենրին լքել է տունը, խուճապի է մատնվում։ Առավոտյան Միքոն վերադառնում է տուն առանց որևէ լուրի։ Աննայի ներաշխարհը կոտրվում է, նա հոգեպես այլևս չի դիմանում այս բեռին, հաշվի առնելով նրա կարգավիճակը։ Իսկ Ֆայնան առանց տեղյակ լինելու իրական պատճառներին փորձում է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ռեստորանում։ Նրա խոսքը կտրում է Աննան։ Չդիմանալով լռությանը, Աննան մի բառով շրջում է ամեն ինչ, ասում է ճշմարտությունը։ Անգելինան Միքոյի դուստերն է, Ֆայնան քարանում է։ Նրա աչքերի առաջ փլվում է ողջ իրականությունը, որը մինչ այս ընդունել էր որպես անսասան։ Իսկ հիմա հարցն այս է. արդյոք Ֆայնան կլռի, թե կհանդիպի Անգելինային, կխոսի նրա հետ ու կասի ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, եթե Անգելինան Հենրիի քույրն է, ապա նաև Ֆայնայի քույրն է։ Ինչպես կդասավորվեն Ֆայնայի ու Անգելինայի հարաբերությունները։ Բացի այդ, նշենք, որ ճշմարտությունը բացահայտվելուց հետո, երբ բոլորն իմանան, որ Անգելինան իրականում ոչ մի գենետիկ կապ չունի Հենրիի հետ, ապա Ֆայնան ու Անգելինան այնուամենայնիվ կմնան քույրեր, որովհետև նրանց մայրը Աննան է։